Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նանտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք ազգային ժողովրդական բևեռի խորհրդի անդամ պարոն Արա Պապյանի հետ։ Ողջույն պարոն Պապյան։ Բարև ձեզ։ Այսօրվա մեր հանդիպումը նվիրված է ձեր գրքի նոր գրքին եւ շնորհանդեսին, որը կայանալու է այսօր գրքի հետ կապված, որն է այդ գիրքը Նոյան արծվի տունդարձ, այսպես է ձեր գրքի անվանում, շատ իմիջիայլոց գեղեցիկ անվանում է Նոյան արծվի տունդարձը։ Սա հոդվածներ եւ փաստաթղթեր են։ Գրքի մասին ավելի լավ է դուք արդեն ներկայացրեք, ինչ ժողովածու է սա։ Այո, խոսքը վերաբերում է այս գրքին, այո, The Homecoming of Noah's Eagle, այսինքն Նոյան արծվի տունդարձը, եւ վերնակիրը ըստ էության ինձ հուշել են ամերիկացիները մի զրույցի ժամանակ, երբ որ ես մի բարձր պաշտոնյայի հետ խոսում էի, ինքը շոտլանդական ծագման մեկներ եւ ինքը ասեց դե մենք ի վերջո պիտի Հայաստան գար, վերադառնում ենք մեր հայրենիք եւ ինքը օգտագործեց հենց homecoming, անգամ չասեց return, վերադարձ բառը։ Ես զարմացած նայեք, ասես հավատացյալ եմ եւ որպես հավատացյալ պիտի հավատամ Աստվածաշնչի այն մտքին, որ մարդկության վերածնունդը Արարատ լեռից է եղել եւ մենք բոլորս գալիս ենք Արարատի շրջապատից։ Ես հիշեցնեմ, որ բրիտանական կայսրության, իսկ դրանց առաջ Անգլիայի թագավորները իրենց բոլոր աստվածաշնչների մեջ երբ որ տպում էին, որպես նկարազարդում տալիս էին Արարատ լեռը, Արարատ լեռից այսպես բաժանվող ճյուղավորում բոլոր ժողովուրդները։ Եվ հիշեցնեմ, որ հենց British Chronicle-ի մեջ էլ կամ Anglo-Saxon Chronicle-ի մեջ հենց առաջ տողը գրած է, որ բրիտանացիները եկել են Հայաստանից։ Հիմա գիտականորեն բան դնենք մի կողմ, շատ կարևոր է քաղաքականության մեջ հավատի հարցը, հավատը ոչ միայն կրոնական առումով, այլ նման քաղաքական առասպելների, որը կարևոր է։ Ու ես երբ որ այդ միտքը եղավ, դրան գումարվեց իմ տարիների փորձը, որ նման գրքի անհրաժեշտություն կար։ 2021 թվականից ի վեր ես յուրաքանչյուր տարի, ներառյալ այս տարի, դեկտեմբեր եւ հունվար ամիսներին այցելում եմ Միացյալ Նահանգներ, Վաշինգտոն, այսինքն Արևելյան ափ, հետո Արևմտյան ափ, Լոս Անջելես եւ Արևելյան ափում շատ հանդիպումներ ենք ունենում կոնգրեսականների հետ, սենատորների հետ, պետքարտուղարություն, բարձրաստիճան զինվորականներ եւ այլն։ Եվ այդ խոսակցության ժամանակ ես նկատում էի, որ իրենց սեղաններին, գրադարաններում տարբեր գրքեր կա, տարբեր ազգերից, պետություններից, իրենց եւ Միացյալ Նահանգների հարաբերությունների մասին։ Գիտեք, ամերիկացիները, ինչպես ցանկացած այլ ժողովուրդ, շատ ավելի հետաքրքրված են սեփական պատմությամբ։ Երբ որ դու քո պատմությունը ներկայացնում ես կապված իրենց հետ, բնականաբար ուշադրությունը շատ է։ Ու ցավոք սրտի պիտի ասեմ, որ թեև ավելի քան 400 տարվա մեր այս հարաբերությունները, որ Ամերիկայի այդ հողակտորի հետ մենք ունենք, ու ես կասեմ, որ ինձ հաջողվեց փաստել, որ արդեն 1607 թվականից փաստված է, որ հայեր ապրել են այդ տարածքում, այդպես բրիտանական տարածքներում, հայերը եղել են որևէ ընդգրկուն գիրք չկա հայ-ամերիկյան հարաբերությունների մասին։ Թերևս բացառություն է կազմում պարոն Հայկ Դեմոյանի հենց այդ 400-ամյա հարաբերությունների նվիրված բավականին ստվարացավ, լավ, այսպես ասած ինքը ավելի շատ, այսպես ասած լուսանկարների հավաքածու գիրք է։ Սա բնույթով տարբերվում է, որտեղ սա ավելի շատ ունի իր մեջ նաև վերլուծական մաս, փաստագրական մաս, ինչպես նաև փաստաթղթեր, դրա համար է կոչվում essays and papers։ Ինչու papers, որտեղ ոչ միայն դոկումենտներ են, փաստաթղթեր են, այլ նաև արդեն այդ ժամանակ տպագրված։ Իսկեն ես շատ բաներ կամ նոր եմ հայտնաբերել եւ տեղադրել եմ, կամ եթե եղել են տպված, գիտեք, դրանք մատչելի չեն, որտեղ շատերին թվում է, որ եթե օրինակ ինչ որ մի գիրք մի 100 տարի, 200 տարի առաջ Միացյալ Նահանգներում տպվել է կամ որևէ տեղ, ամերիկացիները պիտի գնան խորանան եւ դա հայտնաբերեն։ Ներողություն, այդ որ ասում եք, դա մամուլում տեղ գտած հոդվածների մեջ Հայաստանի մասին անդրադարձներն են այստեղ, նաեւ։ Չէ։ Դրանց հիման վրա գրած իմ հոդվածներն են, վերլուծական հոդվածներն են, եւ ամեն մի հոդված ունի իր գիտական հղում, այսինքն եթե ես ասում եմ այս դեպքը եղել է, բնականաբար տալիս եմ հղում։ Այստեղ կան մի շարք փաստաթղթեր, արդեն մամուլի չէ։ Հրատարակված կամ չհրատարակված տարբեր, մասնավորապես օրինակի համար, ասենք հրատարակվածներից ես օրինակ բերեմ
ժամանակին հետո չորեքչյան կաթողիկոսի նամակը 45 թվականի գարնանը մեծ տերությունների ղեկավարներին Ստալինին, Իդենին եւ դեռ կարծեմ Ռուզվելտը կար, Ռուզվելտին եւ այլն։ Հիմա ինչով է սա կարևոր, սա կարևոր այն առումով, որ Ստալինը կանչել էր իր մոտ եւ ասել էր այս նամակը գրի, խոսքը արևմտյան Հայաստանի տարածքների մասին, որ հայ ժողովրդին պետք է եւ այլն։ Հենց բայց այդ փաստաթուղթը շրջանառության մեջ չկա, քչերին է ծանոթ այդ նամակը։ Ես դա հայտնաբերեցի, որ այսինքն տպագրվել էր 45 թվականին տպագրվել էր, մեջտեղ բերեցի եւ թարգմանեցի նաեւ անգլերենը, որտեվ նամակը ինքը հայերեն էր, որը ուղարկվել էր այդ ղեկավարներին, նրանք որի մարդիկ ցան, հեսա մի օրինակն եմ վերում։ Օրինակ, մի հատ դա այդ օրինակի բովանդակությունն էլ ասեք, եթե կա։ Դե բավականություն հետեւյալն էր, որ մեր նկատմամբ անարդարություն ա եղել, սպասում էին այդ ժամանակ, որ պատերազմը պիտի ավարտի, գիտեք, հիշում եք Թեհրան, Յալտա, Պոտսդամ եւ Պոտսդամում պիտի քննարկվեր ընդհանրապես Գերմանիայի ճակատագիրը եւ Գերմանիայի դաշնակից։ Իհարկե Թուրքիային հաջողվեց պլստալ այդ իրավիճակից, որովհետև փետրվար ամսին 45 թվականի ինքը պատերազմ հայտարարեց Գերմանիային եւ եղավ հաղթող տերությունների մեջ։ Եվ գիտեք վիրավորականը որն է, որ ոչ մի թուրք երբևէ երկրորդ համաշխարհային պատերազմում չի կռվել, չի զոհվել, բայց ինքը հաղթող պետությունների մեջ է։ Հայաստանը որպես մեծ մասնակցություն ունեցել, գիտեք, տարբեր հաշիվներով մինչև 300,000 հայ զոհվել, թվում իմ երկու պապերը, բայց մենք չկանք հաղթող պետությունների մեջ։ Մենք ընդհանրապես չկանք։ Երբ որ օրինակի համար պիտի տոնեին D-Day, այսինքն այն օրը, երբ որ 44 թվականի հունիսի 6-ին ափամում եղավ Հյուսիսային Ֆրանսիայում դրա 80-ամյակներ 2004-ի ժամանակ Հայաստանն, Ուկրաինա եւ այլն, ինչ մեր պնդումներին հակառակ չհրավիրեցին մեզ, որտեղ ասեցին դուք որպես պետություն չեք եղել, սա էլ ի պատասխան նրանց, որ սովետական հանրապետությունը համարում են պետություն եւ սահմաններն ասում են դեն ժամանակ սահմաններ կար։ Եթե դու պետություն չէր, դու սահմաններ չուներ, դրանք վարչական գծել էին։ Պետություն, հա, որպես երկրորդ հանրապետություն։ Այո, հա, դու չկար, որտեվ դա անվանումով չի, դու չես եղել միջազգային իրավունքի սուբյեկտ։ Եվ ոնց որ ասած չկան։ Իմ ասածը նա է, որ շատ կարեւոր է, որ հայ-ամերիկյան տեսանկյունից շատ բաները ներկայացվի եւ ամերիկացիները բնականաբար չգիտեն։ 1920-30-ական թվականներին շատերն իմացել են սրա մասին, շատերն են իմացել դրա մասին, որտեղ ինչպես Հուվերն էր գրում իրենց նախագահներից մեկը, որ բառացի եմ ասում, որ Հայաստանը իր հուշերի մեջ 22 թվականին եւ այստեղ կա այդ հղումը իր հուշերից, որ Հայաստանը Միացյալ Նահանգներում 1920-ականներին նույնքան հայտնի էր, որքան Անգլիան։ Ասենք պատկերացնում եք, չէ՞, Անգլիան, որ մայր երկիրն է, եւ իսկապես այդ ձևեր, ինչու։ Ես կուզեմ այս նկարը ցույց տալ, սա Դուգլաս Վոլքի ամերիկացի նկարչի մի պաստառն է նկարած, Near East Relief-ի, այսինքն մերձավոր արևելյան նպաստամատույցի հայերենպես ենք թարգմանում, պաստառներից մեկն է, տեսնում եք 30 միլիոն դոլար դրամահավաք անելու, ինքը պատկերված է Միացյալ Նահանգների դրոշով որփին փաթաթած եւ Միացյալ Նահանգների խորհրդանիշ հանդիսացող կինը զենքը ձեռքին, թուրը ձեռքին պաշտպանում է եւ այլն։ Իսկ այս 30 միլիոնը այսօր առնվազն պիտի բազմապատկենք 25-30-ով, այդպես է իր գնողունակությունը։ Իսկ խոսքը միլիարդ եւ ավել դոլարի մասին է, եւ այստեղ շատ նյութեր կա դրա մասին, այդ դրամահավաքների մասին, որ յուրաքանչյուր ամերիկյան դպրոց հրաժարվում էին աշակերտները իրենց մեկ օրյա սնունդից եւ այդ գումարը փոխանցում էին որփախնամ կազմակերպում հիմնականում հայերին օգնելու համար եւ քչերը գիտեն որ 132,000 որփ են խնամել ամերիկացիները 132,000 դուք պատկերացնում եք այսինքն այսօր հայ ժողովրդի մեջ մի 700,000 մարդ կա ողջ են մնացել շնորհիվ այս դրամահավաքի եւ ամերիկյան օգնության ցավոք սրտի իմ բոլոր ջանքերը եւ նախորդ իշխանությունների ժամանակ եւ ներկա իշխանության ժամանակ ինչ որ մի հուշակոթող կառուցել շնորհակալության երախտագիտության հուշակոթող կառուցել
անգամ քաղաքականը մի կողմ դրած, կուզեւ այս որփախնամ ջանքերի համար չեղավ, չի եղել աշխարհում նման մեծ դրամահավաք եւ գործընթաց։ Շատ ամերիկացի գիտնականներ համարում են, որ այս դրամահավաքը եւ այս համընդհանուր համապետական ջանքերն էր, որ Միացյալ Նահանգներին առաջին անգամ պատմության մեջ հանեցին միջազգային թաթերաբեմ որպես հումանիտար ուժ։ Միացյալ Նահանգների հիմա շատ երկրների են օգնում, բայց դա առաջին փորձն էր, որ նման ծավալը սկսած նախագահից, այսինքն Woodrow Wilson-ը, որ 2-3 անգամ առանձին ուղերձով դիմեց, իդեպ նաև պետությունից առանձին $100 միլիոն հատկացրեց։ Մինչև այսինքն Jackie Coogan-ը դա երիտասարդ փոքր մանկահասակ դերասան էր, շատերը նրան գիշեն Չարլի Չապլինի The Kid մանուկը ֆիլմից, հիշում եք այնտեղ մի ֆիլմ կա, որ Չապլինը ապակի գցող է, երեխան կոտրում է ապակիները, որպեսզի հայրը գնա փոխի։ Այդ Ջեքի Կուգնն է, Ջեքի Կուգնը շատ հայտնի է եղել, եւ Ջեքի Կուգնը հսկայական ջանքեր ա դրել եւ միլիոնավոր դոլարներ են այն ժամանակ հավաքվել հայերի համար։ Հիմա այս ամբողջը պետքա պատկերել, պետք է ամբողջը դնել նաեւ որպես երախտագիտություն, նաեւ որպես որ ամերիկացիները իմանան իրենց իսկ պատմությունը եւ եթե դու ցույց ես տալիս այդ պատմության մեջ իրենց դրականները, բնականաբար նաեւ ցույց տալիս իրենց պարտավորությունը։ Այստեղ առաջին հոդվածը որ կա ամենամեծ հոդվածը, որը 21 էջ է, իդեպ ասեմ 31 հոդված է։ Սրա մեջ հոդված չէ, ասենք 31 մաս է, որտեղ կա նաև փաստաթուղթ այդ ծևով առաջինը Woodrow Wilson-ի իրավարար վճիռն է այն հիմնարար փաստաթուղթը, որը շատերը սխալ են պատկերացնում, շատերը դրա կարևորությունը չեն պատկերացնում, ասում են դե Wilson-ի նկարած քարտեզ, դա Wilson-ի նկարած քարտեզը չի, դա Փարիզի խաղաղության վեհաժողովի կողմից հանձնարարված եւ վեհաժողովի կողմից ընդունած պաշտոնական սահմաններն են Հայաստանի Հանրապետության։ Դա այսպես բան չի, այսինքն ամեն մարդ նստեց նկարեց, ոնց որ վերցնում են Տիգրան Մեծի քարտեզն են նկարում։ Եվ առ այսօր դա ուժի մեջ գտնվող փաստաթուղթ է, որտեղ այն 27 թվականին վերահաստատել է Միացյալ Նահանգների Սենատը։ Այդ ամբողջը այստեղ փաստերով տված է, որ իմանան ամերիկացի, իմանան նաև հայերը, իմանան այլոք։ Իդեպ ասեմ, որ այս գիրքը ես նվիրել եմ ոչ միայն ամերիկացիներին, բնականաբար, իսկ ամերիկացիներն ասելով, ասեմ, սկսած Պենտագոնից, պետքարտուղարությունից, սենատորներ եւ այլն, ու բնականաբար դպրոցներ, համալսարաններ, այդ ամբողջը կա։ Նաև տարբեր օտար երկրների, վերջո այսօր անգլերենը դիվանագիտության եւ գիտության հիմնական լեզուն է եւ այն մարդիկ ովքեր որ հետաքրքրված են կարդալու են սրա հայերենը չկա ցավոք սրտի անգլերենով է գրված անգլերենով եմ գրել չգիտեմ եթե ժամանակ եղավ միգուցե հայերենն էլ կարելի է պատրաստել բայց դեռևս այդ ժամանակը չկա բայց ովքեր որ հետաքրքրված են մարտի 31-ին ժամը 2-ին թող գան Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան, դա հանրապետության մետրոյի մուտքի մոտ է, ժամը 2-ին եւ այս գրքի շնորհանդեսը կլինի մանրամասն արդեն ցույց տալով սլայդներով, PowerPoint-ով, փաստաթուղթ ու հոդված առանձին, նկարագրությամբ եւ վերջում էլ հնարավորություն կունենան, ասած ինքնարժեքի գնով ձեռք բերելու այս գիրքը։ Միացյալ Նահանգներում սա շատ թանկ է։ Այն որ եթե հայերն առնում են թանկ, որտեվ մասնակի հատուցելու ծախսերը տպագրության, որտեվ 90% այս գրքի բնականաբար նվիրատվություններ ա գնում, իսկ այն ինչ որ գումար էլ կլինի, դա արդեն հաջորդ այլ գրքերի հրատարակության համարյա։ Իդեպ ասեմ Ամերիկայում հետաքրքրվողները եւս կարող են զանգահարել Կալիֆոռնիայում 747 345 1121 747 345 1121 եւ այդտեղ արդեն մանրամասները այնտեղ մենք օրինակներ այսինքն այնտեղ օրինակներ գրքի ունենք այո մենք ունենք օրինակներ եւ Լոս Անջելեսում եւ ունենք Վաշինգտոնում Վաշինգտոնը հիմնականում դե նախատեսված է տարբեր նաեւ մամուլի միջոցներին տարբեր լրագրողներին մյուսներին նվիրելու համար եւ դա շարունակում է այդ գործընթացը դե ֆինանսների մասին էլ պետք է խոսեք ով ձեռք մեկնեց ով մասնակցեց այս գրքի հրատարակության
անում։ Դե Շնորհիվ այս բացի աշխատանքը ձեզանից։ ինչ որ ես արել եմ, այս ամբողջ աշխատանքը, ինչպես իմ մյուս բոլոր աշխատանքները անվճար է կատարում, դրա վճարում չկա։ Դուք չեք ստանում վճար, այսինքն Հա, ես վճար չեմ ասելով ստանում, դուք հոնորար չեք Հա, ստանում։ ես չեմ ստանում։ Հա։ Ավելին ոչ միայն ես չեմ ստանում, այլ այսինքն սա վրա ասենք կատարած որտեղ շատ տեղեկություններ նաև վճարով ես ձեռք բերում, չէ՞։ Օրինակի համար շտեմարաններ կար, որ դի բաժանորդագրվեց, որ կարողանաս օգտվես եւ այլն։ Փաստաթուղթ կա, որ երբ որ դու download ես անում, դրա համար առանձին պիտի վճարես։ Հատկապես այստեղ նաև ֆոտոներ եւ այլն, այդ չկա։ Միացյալ Նահանգներում տարիներ առաջ ես եւ մի շարք ամերիկահայ մեր համախոհներ եւ ընկերները ստեղծեցինք Wilsonian Heritage, այսինքն Wilsonian ժառանգություն հիմնադրամը, որը հնարավորություն էր տալիս հենց ամերիկյան օրենքների համապատասխան կրթական, գիտական, հետազոտական այդ նպատակների համար մարդիկ այդ հիմնադրամին նվիրատվություն կատարեն, որը կատարել են։ Ես ինքս այդ գումարին չեմ տնօրինում, այնտեղ կան համապատասխան բանկալի տնօրեն, փոխտնօրեն, գանձապահ եւ այլն, պարզապես երբ որ գալիս է ժամանակը տպագրության, ես ճշտում եմ տպագրության գրքի գինը, եթե տեղափոխման վճար կա այստեղից Միացյալ Նահանգներ ուղարկելու, որը եւս բավականին թանկ է։ Դե կոշտ կազմը բավականին ծանր է։ Հա, կոշտ կազմը, որովհետեւ որոշեցինք, որ կոշտ կազմը նաեւ ճիշտ է, էլի ինքը նաեւ շատ ավելի լավ է նայվում եւ իդեպ այստեղ որ դուք տեսնում եք հենց այս արծիվն է, որ Նոյան տապանից ժամանակին թրել գնացել էր, տակը Նոյան տապանն է եւ հիմա վերադառնում է։ Իդեպ ես չգիտեմ զուգադիպություններ թե այս գաղափարներ, երբ որ ես նաև Պենտագոն նվեր տվեցի, որտեղ էսի շուտ է տպվել, այսինքն ես մի քիչ Հայաստանում անցյալ տարի է տպվել շնորհանդեսը ձգձգում էի, որպեսզի սկզբից Միացյալ Նահանգներում, հետո ամերիկյան զորավարժությունները Հայաստանում Eagle Partner կոչվեց, այսինքն արծիվ գործընկեր, եւ եթե հիշում եք, երկու արծվի գլուխ կար, մեկը հենց այս սպիտակ գլխով արծիվն ամերիկյան, մյուսը հայկական, եւ դա էր եւ պիտի ասեմ, որ շատ հետաքրքիր է, այստեղ մի առանձին մաս կա, առանձին գլուխ կա, որ զինվորականներին է նվիրված, այսինքն ամերիկյան բանակում ծառայած առաջին հայ զինվորականները, սկսած քաղաքացիական պատերազմից, ենթադրենք ամերիկյան բանակի կողմից Աղվանստանում կրված եւ զոհված հայազգի, ասենք զինվորականներին եւ այլն։ Իդեպ ասեմ, որ այդ գիրքը նվիրված է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետականության կամ անկախության 250-ամյակին։ Հիշեցնեմ ձեզ, որ 1776 թվականի հուլիսի 4-ին Միացյալ Նահանգները հռչակեցին իրենց անկախությունը եւ այս տարի 250-ամյակն է։ Ես եւ սա առաջին գրքերից է, որ նվիրված է 250-ամյակին, այսինքն ամերիկյան պետականության եւ ըստ էության սա ինչքան հայ ժողովրդի պատմության մասին է, երկու անգամ ավել ամերիկյան, որովհետեւ տեսեք, ես ասացի գլուխներից է բաղկացած 5 գլուխ է։ Մի գլուխը քաղաքական հարաբերություններն է։ Օրինակ ասացի Ուիլսոնի իրավարար վճիռն է, կամ առանձին մի հոդված կա, որը նվիրված է ամերիկյան մեծ կնիքի կարևորությանը եւ իրավարար վճիռների կնքման այդ կնիքով եւ ինչ նշանակություն ունի։ Այսինքն այդ պահն է։ Բայց մի առանձին գլուխ կա հայերը Միացյալ Նահանգներում, թվերով, փաստերով եւ այսպիսի մի բան եմ որթեգրե մոտեցում, որ ասենք ենթադրենք առաջի իրավաբանը Միացյալ Նահանգներում, հայ իրավաբանը, առաջի հայ միլիոնատերը Միացյալ Նահանգներում, առաջի հայ զինվորականը եւ կամ ընդհանրապես առաջի հայերը, մինչեւ վերջերս կարծում են, որ առաջի հայը դա Martin the Armenian-ն է, 1618 թվականին վկայված, բայց ինձ հաջողվեց գտնել փաստաթուղթ, որտեղ վկայում է, որ դեռևս դրանից 10 տարի առաջ, 10-11 տարի առաջ բրիտանացի մի նավապետ, որպես աշխատասեր ժողովուրդ, իռլանդացիներին եւ լեհերին եւ հայերին, հենց այդ ձևել գրած Armenians, մի խումբ տարելա բրիտանական գաղութ հանդիսացող
ասենք Ամերիկայի այդ տարածքը, որը հետագայում դարձավ Միացյալ Նահանգներ, եւ հայերը արդեն փաստագրվածով եղել են։ Թվեր կա թե որ ժամանակահատվածում երբեմն Եթե ձեզ դժվար չի, այս գլուխը ինձ հետաքրքրեց։ Եթե կարելի է այս մասին։ Սա այն մասն է, որ ոչ թե հայերը Միացյալ Նահանգներում, այլ ամերիկան հայկական իրականության մեջ, սա Վենետիկի Մխիթարյանների կողմից տպագրված քարտեզն է, ինքը գունավոր շատ գեղեցիկ է, 1787 թվի է։ Այո, սա առաջի քարտեզն է, բավականին մեծ քարտեզ է, 79 սանտիմետր է 57-ի վրա, եւ այստեղ հենց ամերիկաներն են, շատ կարեւոր է, որ այս այն ժամանակ հայերը հայոց լեզվով, հայատար, տպում էին քարտեզներ, քչեր ունեն, եւ բավականին ճշգրիտ քարտեզ, այսինքն մարդիկ աշխատանք են տարել եւ Մխիթարյանները ընդհանրապես բաներ։ Սա, ասենք, ամերիկացիները Հայաստանում այդ առումով բանն է եւ այստեղ մենք ունենք բավականին շատ այստեղ հոդվածներ եւ փաստաթղթեր, որ նվիրված է ամերիկյան կրթական եւ որփախնամ գործունեությանը Հայաստանում։ Քչերը գիտեն, որ ամերիկացիները տասնյակ եւ տասնյակ տարբեր դպրոցներ են ունեցել Հայաստանում։ Հազարավոր ամերիկացիներ են հայերի հետ աշխատել։ Օրինակ պատճառներից մեկը ինչու առաջի համաշխարհային պատերազմի օրին ամերիկացիները պատերազմ չհայտարարեցին Օսմանյան կայսրությանը, թեև պատերազմ հայտարարեցին 17-ի ապրիլին Գերմանացի նայր, որ այդ ամերիկացիները, որ կային այնտեղ հիվանդանոցներ, դպրոցներ, այսպես ասած Bible houses, որ կային 10, նրանք ասացին նայեք, եթե պատերազմ մեզ հայտարարես բոլորիս դուրս են անելու։ Իսկ մենք արդեն իսկ զբաղվենք, դա 17 թիվն ապրիլ, հայերի փրկված որբերի հավաքելով, խնամելով, սրանք կոտորվեն առանց մեզ։ Այսինքն օգուտը քիչ կլինի, որտեղ հիմնականում պետքա ջարջախել Գերմանիային։ Դրա համար Ամերիկան 3 դաշնակիցներին, այսինքն Ավստրո-Հունգարիա, Գերմանիա եւ Բուլղարիա Թուրքիայի դեմ չէ, եւ սա հնարավորություն տվեց որպես դե յուրե չեզոք երկրի ամերիկացիների, բայց ես ինչ եմ ասում, մոտ 4000 ամերիկացի կար Օսմանյան կայսրության տարածքում այդ օրեր, պատկասում եք դա ինչ թիվ է, եւ նրանց մեծ մասը հենց զբաղված են հայերին հայտնաբերելով, գնելով, հայտնի այդ որես մենք թվերը նայում ենք այդ այսօրվա միլիարդներ, բա ինչ ա եղել։ Իրեն գնում էին մեծ մասամբ իհարկե հայերի աջակցությամբ, որտեղ հայերը գիտեին քրդերեն, արաբերեն, թուրքերեն, հայտնաբերում էին մինչև 18 թվի մասին է խոսքը հայերին, թե որ քրդերի, արաբների, թուրքերի հայ երեխաներ կային եւ փողով գնում էին նրանց։ Փող էին տալիս հայտնի մեկ ոսկի մեկ հայ եւ դա պատական բան չի։ Ճիշտ է, միշտ դա հիշում են եւ ճիշտ են հիշում իհարկե հայկական բարեգործականի այդ ժամանակ ղեկավար Պողոս Նուբար-Փաշային, բայց ամերիկացիների դերը շատ ավելի մեծ է եղել իրենք։ Իսկ 18 թվականից հետո 1918 թվականի զինադադարից հետո արդեն եւ ազգերի լիգայի ստեղծվելուց հետո արդեն 19-ին շատերը էլի չգիտեն, որ առաջին հանձնաժողովը, որ ազգերի լիգան ստեղծվել է, որ պետք է զբաղվեր, դա հայ որբերի եւ այրիների ճակատագրով է եւ այդ գործել է 10 տարուց ավել այդ հանձնաժողովը հայտնի Նանսենյան անձնագրերը որ կան, հայտնի Նանսենի գործունեից որի մասին գրքեր են գրած, դա ացանցիալ է այս ամերիկյան ջանքերից, բայց Նանսենին կարելի էր գովալ ՍՍՄ տարիներ, որտեղ Նանսենը նորվեգացի է, ամերիկացիներին չէր կարելի գովալ, որտեղ ամերիկացիները հակառակորդ, եթե ոչ թշնամի ճամբարի, այսինքն ՆԱՏՕ-ի գլխավոր երկիրն էին։ Դրա համար հիմա պետք է բացահայտել իրականությունը, առաջին հերթին կրկնում եմ, մեզ համար, որտեղ ճշմարտությունը շատ կարևոր է, երկրորդը երախտագիտության համար, էլի պետք է սա, եւ երրորդը քաղաքական նպատակներով, որտեղ քիչ ժողովուրդներ կան մեր տարածաշրջանում, որ ընդհանրապես աշխարհում որ Միացյալ Նահանգների հետ նման սերտ հարաբերություններ են ունեցել։ Օրինակի համար 1920 թվականի ապրիլի 23-ին Միացյալ Նահանգները ճանաչեցին Հայաստանի առաջին հանրապետության անկախությունը։ Ուղարկեցին գնդապետ Հասկելին որպես գերագույն հանձնակատար Հայաստան, այսինքն հանձնակատարը դա ըստ էության դեսպանն է, բայց քո համադաշնության մեջ գտնվող, ասենք երկիր։ Այսօր բրիտանական դեսպանները Commonwealth-ում համադաշնության ոչ չեն կոչվում դեսպաններ, են կոչվում High Commissioner։ Եվ Հասկելը եկավ այդպես։ Եվ հայերն էլ հակառակը դեսպանատուն բացեցին Միացյալ Նահանգներում Գարեգին Փաստերմաչյանի
գլխավորությամբ հայտնի Արմեն Կարոյի եւ այդ դեսպանատունը գործեց մինչեւ 1933-34 թվականը, հետո այդ սեփականության շենքը մնաց մինչեւ 60-ական թվականները, հետո դա վարձու տրվեց Գաբոնի դեսպանատան, ինձ հաջողվել է գտնել, դեռ սա մեզ չեմ տվել փաստաթղթերը 60-ական թվականներին, շատ հետաքրքիր է, երբ որ Հայաստանի անունից Բագրատունի անունով մեկը ստորագրում է այդ փաստաթուղթը վարձու տալու հիմնադրամը, ինքը գրած է դիպլոմատիկ envoy, այսինքն դիվանագիտական ներկայացուցիչ 1964 թվականին դեռևս այդ տիտղոսը պահպանված էր, ինքը չի ծախում կամ այստեղ մի քիչ խառն է, այդքան անգամ վաճառք չի, սա ինչ որ հիմնադրամին տրված է, որի փողով առ այսօր հայ ուսանողներ են պահվում Միացյալ Նահանգներում։ Այսինքն խոսքը այն շենքի մասին է, որը ժամանակին ամերիկահայերն առել էին եւ նվիրել էին Հայաստանի Հանրապետությանը։ Իդեպ ասեմ, որ մեկ էլ Բալթյան երկրներն էին, որոնք 40 թվականից հետո, երբ որ ՍՍՄ օկուպացեց, պահում էին այդ բանը դեսպանատները Հայաստանը եւ ասեմ, ճանաչելով Հայաստանի անկախություն, իրենք չճանաչեցին ոչ Վրաստանի, ոչ Ադրբեջանի անկախությունը։ Եվ ձևակերպումը շատ հստակ է, երկու պատճառ։ Դուք չեք վերահսկում այն տարածքը, որը հավակնում եք ձեզ ներկայացնելու որպես պետություն այդ տարածքի վրա, երկրորդ շատ կարևոր է, որ դուք հավակնում եք Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքների վրա։ Իսկ միջազգայնորեն ճանաչված տարածքները, օրինակ հենց ամերիկյան The Inquirer հստակորեն գրում է, որ անվիճելիորեն Հայաստանի Հանրապետության տարածքներն են Ղարաբաղը, չի ասում Լեռնային Ղարաբաղը, նաև Ախալքալակի շրջանը Ախալցխայի ենթաշրջանով։ Եվ այդ պատճառով իրենք չճանաչեցին ոչ Վրաստանի, ոչ էլ Ադրբեջանի անկախությունները։ Ազգային ազգերի լիգայի այո, ազգերի լիգան Վրաստանի եւ Ադրբեջանի մասով, իսկ Թուրքիայի մասով սա։ Եվ մի մանրամասն էլ ասեմ, երբ որ 27 թվականին դրվեց Սենատում վավերացնելու փոքր Լոզանի պայմանագիրը, այսինքն ամերիկա-թուրքական երկկողմ փաստաթուղթը ստորագրված Լոզանում 1923 թվականի օգոստոսի 6-ին վերականգնելու դիվանագիտական հարաբերությունները, որ խզվել էին 1917-ին, Սենատը մերժեց պատճառաբանությամբ, որ քանի որ առ այսօր իրավարար վճիռ ուժի մեջ, այսինքն 1927 թվականին ուժի մեջ է եւ Թուրքիան օկուպացրել է Հայաստանի Հանրապետության տարածքը, Միացյալ Նահանգները չեն կարող դիվանագիտական հարաբերություններ հաստատել եւ Սենատը մերժվեց եւ առ այսօր իրավական առումով չկա փաստաթուղթ, որով վերահաստատվել են օրինապես, ասում եմ շեշտել, օրինապես դիվանագիտական հարաբերությունները Թուրքիայի հետ, որովհետեւ Թուրքիայի հետ միջպետական փաստաթղթի փոխարեն ստորագրվեց միջգերատեսչական փաստաթուղթ modus vivendi, այսինքն պետքարտուղարության եւ արտգործնախարարության միջև Թուրքիայի եւ պետքարտուղարության Միացյալ Նահանգները, որով միջգերատեսչական 5 տարով պիտի փոխանակում էին դիվանագիտական ներկայացուցիչներ։ 27-ին դա տեղի ունեցավ, 33-ին դա վերջացավ դրա ժամկետը։ Փաստաթուղթը արդեն գտնվում էր արդեն Ռուզվելտի մոտ եւ հետ ուղարկվեց Սենատ, այդ ձևել չի վավերացվել առ այսօր եւ պարզապես իներցիայի շնորհիվ առ այսօր տեղի է ունենում դեսպանների փոխանակում, բայց կրկնում եմ, չկա փաստաթուղթ, որով վերականգնված լինի Միացյալ Նահանգներ Թուրքիա դիվանագիտական օրինական հարաբերությունները։ Հետևաբար իմ ասածը որն է, որ այս ամբողջը շատ կարևոր է։ Ես հույս չունեմ, որ ասենք ամեն ամերիկացի կամ ամեն հայ գնալու է, խորանալու է սրա մեջ, բայց եթե անգամ մի մասով, մի քիչ կարթա եւ նրանք, ովքեր հատկապես Հայաստանով պիտի հետաքրքրվեն եւ աշխատեն, ես ունենք մի ամերիկացու տվել էի, որը այո, հիմա Հայաստանով ազգախվում, հետո հանդիպեցինք, ասում եմ, զարմացած եմ, ես այսքան բան չգիտեի, որ եղել է։ Սա փաստորեն ոչ միայն ճանաչողական նշանակություն ունի մեզ համար եւ ամերիկացիների համար, այլ փաստագրական ապացույց է, թե որքան աշխատանք, հենց նույն ամերիկացիների համար, որքան աշխատանք են նրանք կատարել հայերի համար, որքան են կարևորել հայ ազգը, անգամ պետականություն չունեցող Հայաստանի
այս Պարագան դուք նշեցիք 1964 թվականը նշեցիք այդ ժամանակ խորը սովետ էր, այսպես ասած Հայաստանը, բայց նրանք հայ ժողովրդի հետ հարաբերություններ են կառուցում եւ կարեւորում են հայ ազգին։ Սա շատ հետաքրքիր է, փաստագրական ապացույցներ են։ Գիտեք, աշխարհի փաստաբանների 75%-ը ապրում եւ գործում է Միացյալ Նահանգներում։ Ինչու՞։ Այդ երկիրը իր բոլոր թերություններով հանձեռ ինքը օրենքի երկիր է, փաստաբանի երկիր է։ Հետևաբար իրենք չեն կարող, այսպես բացահայտ ոտնահարումներ անել։ Եթե անգամ պետք է շրջանցել վերցնենք, այսինքն Թրամփի վերջի գործողությունները, չէ՞, ինքը ինչու չի կոչում պատերազմ, այլ պարզապես ռազմական գործողություններ, որտեղ օրենքն ասում է, որ պատերազմ պիտի հայտարարի, ասենք սենատի 2/3, ինքը չի կարող։ Ասած սենա, որ սրանք շատ կարևոր են, երբ որ ասում են, որ դուք չեք կարող թղթերով նման հարցեր լուծել, նախ իսկով ասած միայն թղթերովի մասին է, թղթերեն հենքն են, որը պիտի ստեղծեն նույն այն շահագրգիռ շրջանակների համար հող հենակետ, որով իրենք պիտի գործեն։ Հիմա ամերիկյան մանդատի հարցը, որը հենց սա այդ մոտիկության հարցն է, չէ՞, պատահական չէր, որ մանդատը տրվեց Միացյալ Նահանգներին, որտեղ կրկնում եմ Միացյալ Նահանգները հսկայական ներդրում ունեն եւ կապեր ունեն, եւ այդ Հուվերի բերած խոսքերս պատահական չէր, որ նա Հայաստանը հայտնի էր Անգլիայի չափ, եւ 1846-ից սկսած հատկապես ավետարանական եկեղեցին ուներ Օսմանյան կայսրության համար նախատեսված կառույց, որի հսկայական արխիվ կա, ցավոք սրտի հայերը դա չեն ուսումնասիրել եւ չեն տպել։ Մուտք չունեն երևի։ Չէ, մուտք ունեն ուղղակի հայերը։ Բա ինչու։ Լուրջ չեն սպասվում։ Երբ որ զարմանում ես օրինակի համար թողած շատ տեսեք Մորգենթաուի գիրքը, հայտնի գիրքը, մի քանի անգամ վերատպվել է, բայց նույն Մորգենթաուի պաշտոնական զեկույցները, որոնք շատ ավելի կարևոր են, որովհետև պաշտոնական զեկույցին գրել է որպես դեսպան, իսկ հուշերը գրել է որպես պաշտոնաթող դեսպան, զեկույցները տպված չեն։ Կամ ընդհանրապես Ամերիկան ենթադրենք այդ The Inquiry կազմակերպության, որը ստեղծել է Ուիլսոնը, որը պիտի այնտեղ առանձին բաժին կա, որը զբաղվել է հայերի ճակատագրով։ Հայաստանի դուք չեք պատկերացնի ինչ մանրակրկիտ ուսումնասիրություններ կատարած, ներառյալ Բաքու եւ Թիֆլիս քաղաքներում հայերի տնտեսական դերի մեջ։ Այսինքն այդ արխիվը մենակ այնքան նյութ ունի, անգամ եթե քաղաքականը դնենք մի կողմ ճանաչողական առումով, իսկ նաև քաղաքական, որտեղ շատ լուրջ են մոտեցել։ Ընդհանրապես պիտի ասեմ, այս շրջանի պատմությունը, քանի որ արգելքի տակ ա եղել 1 վատ ուսումնասիրվել է, բնականաբար ես այդ մուտքը ունեցել եմ, որովհետև ես ուրիշ ժամանակաշրջան եմ ապրել, սովետական շրջանում, որ հայ գիտնականին կթողեին բան, ել չեմ ասում, սա ֆինանսական լուրջ խնդիրներ է։ Ես հսկայական գումարներ եմ սրա վրա ծախսել, այսինքն գնալ, ապրել, պատճենել, վճարել դրանց համար, արխիվներ կան, որտեղ մի էջը 5-ից 6 դոլար է, ես հազարավոր, եթե չասեմ, տասնյակ հազարավոր էջել եմ պատճենել, եւ այդ ամբողջը կա։ Հիմա շատ բաներ բացվել են, հիմա շատ ավելի հեշտ է այն ժամանակ։ Ես կարծում եմ չեն արել ժամանակին, որտեղ այո, փակի տակ ա եղել, բայց 60-70-ական թվականներին շատ բաներ բացվեցին, բայց գիտեք ինչ եղավ, այդ թվականներին հայերը մի տեսակ ավելի այսպես սևեռված էին ցեղասպանության ճանաչման գաղափարի վրա եւ դրա մասին էին ավելի շատ տպում եւ ոչ թե միջազգային իրավական փաստաթղթերի վրա, որը կարծում եմ շատ ավելի կարեւոր է այսօր եւ անկախ նրանից թե այսօր ինչ քաղաքականություն է իրականացնում Հայաստանի ներկա իշխանությունը կամ ինչպիսին է աշխարհակաղակական վիճակը մեր շրջապատում, մենք պիտի այս աշխատանքը անենք եւ պատրաստ լինենք։ Իմ փորձը ցույց է տալիս, որ զարգացումները այնպիսի արագությամբ են լինում եւ այնպիսի անկանխատեսելի, անսպասելի բաներ են տեղի ունենում, որ մարդիկ ասում են դե մենք չենք մտածում որ այսպես կլինի։ Այո, դու պիտի պատրաստ լինես, իսկ մնացածը արդեն ըստ իրավիճակի դու այդ պատրաստածդ պիտի օգտագործես, որովհետև եթե գա ժամանակ, իսկ այդ ժամանակը գալու է, որ այդ փաստաթղթերը արդիականացվեն, իսկ արդիականացվեն իրենց շահերի համար, շատ հզոր երկրների համար, մենք եթե պատրաստ չեղանք, բան չենք շահի։ Եթե պատրաստ եղանք, գուցեև կշահենք, ես չեմ ասում անպայմանորեն կշահենք, բայց մեզանից է կախված եւ մեր պատրաստված լինելուց է կախված։ Հատկապես ելի եմ ուզում շեշտել, սա ոչ
երկրի բյուջեի վրա, ոչ չգիտեմ ինչ որ բաներ, այդպես մեծ փողեր չի նստում, էլի։ Այսինքն խոսքը գրում է տարեկան մի քանի տասնյակից մի քանի 100,000 դոլար ծախսելու մասին։ Այստեղ նորից գալիս ենք, բախվում ենք նույն հարցին, պետությունը դա պետք է անի, թե գիտնականները առանձին իրենց գրպանից, իրենց ջանքերով, իրենց անձնական կապերով պետք է անեն եւ մեկը մյուսի վրա գցելով, այսպես գցելու խնդիր չկա։ Ես շնորհակալ կլինեմ, որ Հայաստանի ներկա պետությունը չխանգարի։ Ինձ մեծապես խանգարել է, հիմա էլ խանգարում է։ Իմ ամբողջ այդ արխիվի զգալի մասը առ այսօր ԱԱՑ-ի հրանգով կալանքի տակ է ինչ որ մի կազմակերպության կողմից։ Ես չեմ կարող ստանամ այդ գրքերն ու եւ այդ արխիվային նյութերը։ Թե մեծ մասը արդեն վերականգնել եմ այդ ամբողջը, հարցը չի, ես կարող եմ դա անել, բայց ինձանից ջանք ու ծախսել է պահանջված։ Դուք այս մասին կարծեմ մի քիչ տարի առաջ եք ասել։ Խնդիրը սա 2018 թվականից ի վեր ու ես այն ժամանակ զարմացա, որ այս նոր իշխանությունը առաջին քայլերից մեկը որ արեց, ուղղակի չթողեցին մտնել այն գրասենյակը, որտեղ այդ ամբողջը գտնվում էր, որը մի ամերիկահայի էր պատկանում, հետո ես հասկացա, որ այս Ամերիկային ոնց ասած ճնշել էին եւ չէին թողել։ Բայց գրքերը ձեր սեփականությունը չէ։ Այո, բայց ասում չենք տալիս, գնա դատարան դիմ, ինչ ուզում ես արա։ Իսկ դուք չեք դիմում դատարան։ Դիմել եմ դատարան։ Հետո զգզգում է, տարին մի նիստ, երկու նիստ, ինչ որ բաներ են գտնում, այսպես չի, այնպես չի։ Իսկ այնտեղ փաստագրական նյութեր ունեք։ Այնտեղ ես ունեմ մեր պետ եկամուտների նախարար Մաքսային վարչության փաստաթուղթը, որ ես բերել եմ 360 կարծեմ 360 կիլոգրամ փաստաթուղթ, կիլոյով հատով չի, եւ քանի հազար օրինակ գիրք, եւ այդ գրքերի ցանկի մի մասը գոնե ունեմ, այսինքն 1000 քանիսի մասն ունեմ։ Մնացածը կալանքի տակ են։ Դա էլ է կալանքի տակ։ Կալանավորել են ձեր գրքերը։ Այո, դա էլ է կալանքի տակ։ Դա էլ է եւ այսպես կեղծ սուտ կազմակերպություններ են ստեղծում, դա շատ տարածված ձև է պայքարի, որ այսինքն բան են անում, տրամադրում են այդ ամբողջը նրանք իհարկե ոչինչ չեն կարող անել, չեն անում այդ բանը, ես հիմա այստեղ չեմ ուզում մանրամասնել, ես այս թող մի քիչ էս աղմուկը նստի, ընտրությունների այս աղմուկի ժամանակ ես չեմ ուզում այս թեման բարձրացնել, որովհետև հիմա էլ կքաղաքականացնենք, ասեն ինչ որ բաների, դա դրանից հետո ես ավելի մանրամասն կզբաղվեմ, թելևելի եմ ասում, իրենք չեն կարող խոչընդոտել։ Ես արդեն վերականգնել եմ մեծ մասը, ինձ ավելի շատ ճիշտ ասած ժամանակի պակասն է խեղճացնում, քան մյուս մասը։ Եվ ես կարող եմ ասել, ես այնպիսի վարկ եւ վստահություն ունեմ շատերի մոտ, որ իմ հաջորդ գիրքը, որի վրա ես հիմա աշխատում եմ, արդեն ես ունեմ մեկը, որը պատրաստ է ֆինանսավորել դրա տպագրությունը։ Արդեն դեռ չավարտած, որտեվ մարդը եկավ, տեսավ սա եւ սա նախորդ գիրքն էլ, ասես շատ կոնկրետ, ցանկալի, լավ գործ է, այսա։ Հաջորդ գիրքն էլ ես կբան կանեմ, տպագրությունը կֆինանսավորվի։ Եվ նորից եմ ուզում շնորհակալություն Wilsonian Heritage-ին, անուններ չեմ տալիս, որտեվ իրենց հետ չեմ համաձայնեցել անունել տալու հարցը, բայց շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր որ նվիրատվություն են արել եւ նորից եմ կրկնում, որ այնտեղ տնօրինում է համապատասխան խումբ եւ իրենք են տնօրինում բոլոր ծախսերը։ Յուրաքանչյուր ծախս եւ յուրաքանչյուր մուտք եւ Միացյալ Նահանգների օրենքով եւ Հայաստանի օրենքով լրիվ օրինական է։ Շնորհակալ եմ եւ այսպես Նոյան Արծվի տունդարձը հոդվածներ փաստաթղթերի ժողովածու ԱՄՆ Հայաստան հարաբերությունների մասին գիրքը ցանկացողները ձեռք բերել եւ գրքի մասին իմանալ կարող են վաղը շնորհանդեսի ժամանակ տեղը նորից ժամը տեղը այսինքն մարտի 31-ին երեքշաբթի օրը ժամը 2-ին Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան, որը գտնվում է մետրոյի հանրապետության հրապարակ մուտքի մոտ։ Այո, դուրս գալուց աչով, եթե գնում են, աչ եթե պիտի մտնեք աչ կողմի վրա, ինքն Ալբանյան 4 հասցեն է, բայց տեղն էլ ենք ասում, որպեսզի իսկ եթե չհասցնեն գալ, ձեզ հետ կապը պահեն։ Դե հասցնել գան, թող փորձեն ինձ հետ կապվել, որտեվ ճիշտն ասած գիտեք ինչ է։ Քանի օրինակ ընդհանրապես։ Օրինակը քիչ է տպված, այսինքն մի 500 օրինակ է տպված, դե այսօր համարվում է դա էլ մեծ օրինակ չէ, որտեվ ես ուրիշ գրքեր 1000-1500 օրինակ էի տպում, բայց Հայաստանի պայմաններում 100 օրինակ դա արդեն տպաքանակ է համարվում։ Բայց գիտեք ցավը, միայն ախր տպաքանակը չի։ Եթե պայմանական ասած ես այս գիրքը 3000 դրամով տամ գրախանութին, իսկ իր ինքնարժեքը տպագրության արդեն 3180 դրամ է։
Այդ ինքը վաճառել է 5000 դրամով։ Իսկ այս 5000 դրամը արդեն Հայաստանում փող է։ Եթե Միացյալ Նահանգներում սրա գինը $100 է, այստեղ անգամ 5000 դրամն է, այսպես ասած, շատ։ Դրա համար ես փորձում եմ կամ նվեր տալ, այսինքն մարդկանց ում որ հասկանում են որ պետք է, դե Ամերիկայում այդ հասկանալի է, կամ այսպես շնորհանդես անել եւ ինչ որ այդ նույն պայմանական, այսպես ասած, ինքնարժեքի գնով 3000 դրամով ինչ որ մի բան անել, այն էլ եմ կրկնում։ Ես դա էլ, այսինքն հաջորդ հրատարակությունների համար է, որովհետեւ ես կարծում եմ սա պիտի ունենա երկրորդ լրամշակված եւ լրացված, այսինքն հսկայական նյութ կա, որ սրա մեզ ներառված չի։ Ես մի փոքր շտապում էի, որովհետեւ ուզում էի այս տարի ունենալ, որպեսզի Միացյալ Նահանգներում սա այդ հայ-ամերիկյան հարաբերությունների շրջանակներում, որ արդեն պատտվեր այս գիրքը, այդ ամբողջը տրվեր, եւ մենք հասցրեցինք, մյուսն էլ նաեւ նա էր, որ Ամերիկայի 250-ամյակն է եւ դրա առիթով է ուզում լիներ սա։ Դե ճիշտ հաշվարկ է, վերջին հաշվով։ Հետո գիտեք ինչ, միշտ ինչ որ մի խմբականակ պետք է տպել, արձագանքներ, թերություններ, գիտեք, երբ որ հետո ես սա գրել եմ, այսպես ասած, 60 օրում այս գիրքը, 240 բայց խնդիրը 60 օր չի, ինչպես ասում են, ամբողջ կյանքս գումարած 60 օր, որովհետև ես այս ամբողջ իմ մեջ արդեն վաղուց պատրաստ էր, ես սրա մասին հայերեն, ռուսերեն, հարյուրավոր օդվածներ ունեմ գրած, ինձ պետք էր սա այսպես բերել ավելի շատ անգլիական, իմի բերել եւ նորացնել, թարմացնել, շատ ամերիկացիներին, Միացյալ Նահանգներին եւ իրենց տեսանկյունից շատ հարցեր ներկայացնել եւ իրենց այսպես ասած սկզբնաղբյուրների հիման վրա, սա շատ կարեւոր է, որտեղ իրենց սկզբնաղբյուրներն են վստահում։ Այո։ Շնորհակալություն, պարոն Պապյան։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, Արա Պապյաններ մեր զրուցակիցը, Հայաստանի ազգային ժողովրդավարական բևեռ կազմակերպության խորհրդի անդամ զրուցարում էի ես Գայանե Արաքելյանս, բարին ձեզ։